չեմ պատրաստվում շտապել հայտարարելու, բայց ուզում եմ ասել, որ որևէ բան մեծ հաշվով չի փոխվել, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցություն ունենալը մեծամասնություն, ես փոխնախագահի պաշտոնում առաջադրվել եմ եւ հուսով եմ կընտրվեմ եւ ես շարունակելու եմ իմ ջանքերը ներդնել, որպեսզի աշխատանքները շարունակվեն։ Դուք գիտեք, որ կառավարության օրակարգում ԵՄ ինտեգրումն է եւ վարչապետը դրա մասին շատ հստակ հայտարարեց նաեւ կառավարության ծրագրում։ Մենք մեր պլաններից հետ չենք կանգնելու։ Դուք գիտեք, որ ՍԵՊԱ կիրարկումն էլ իր տրամաբանական հունով ընթանում է, շատ շուտով այն կավարտվի եւ մենք կարող ենք խոսել նաեւ նոր իրավապայմանագրային հիմքերի մասին։ Մենք ունենք գործընկերության նոր օրակարգ, որը ի տարբերություն նախորդի նաեւ էներգետիկ ոլորտին է վերաբերում։ Վարչապետը գիտեք, որ խոսեց նաեւ էներգետիկ անկախության մասին եւ ընդհանուր առմամբ կառավարության օրակարգերը շարունակվելու են եւ քաղաքացիական պայմանագիրը իր քվեն եւ մանդատը ստացել է նաեւ խորհրդարանում այդ օրակարգը սպասարկելու համար։ Ընդդիմությունը ղեկավարի հակասություն կառաջանա կառավարության այդ ծրագրի եւ ընդդիմության մեջ։ Մենք ունենք մենք որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցություն ունենք մեծամասնություն բոլոր հանձնաժողովներում եւ ես չեմ պատկերացնում մի որևէ սցենար, որի պարագայում մեր օրակարգը չի կարողանալու սպասարկվել, իսկ նախագահի տեխնացուն իր ելույթում խոսեց նրա մասին, որ ներկուսակցական օրակարգեր չի պատրաստում սպասարկել, առաջնորդվելու է պետական շահով եւ ես որպես հանձնաժողովի, եթե ընտրվեմ իհարկե փոխնախագահ, բայց որպես անդամ ուշադիր հետևելու եմ, որպեսզի ուժեղ Հայաստանը որևէ ձևով չկարողանա խոչընդոտել մեր օրակարգերին, հատկապես քանի որ մենք խոսում ենք նրա մասին, որ ես ունեմ կասկած, այն էլ հիմնավորված կասկած, որ ուժեղ Հայաստանը եկել է վերահսկելու այն գործընթացը, որ մենք իրականացնել ենք, ոչ թե դրան զարկ տալու համար, այլ որպեսզի իր գործընկերներին նկատի ունեմ Հայաստանից դուրս տեղեկացնի, թե որ փուլում են եւ փորձի տորպեդահարել, դա վստահաբար նրանց չի հաջողելու։ Նման հետևության հիմք է հանդիսանում այն, որ իրենց տեխնացուները խոսքի մակարդակով չեն կարողացել արտաբերել հետևյալ ձևակերպումները, օրինակ, որ դիվերսիֆիկացման օրակարգի համար կարևոր է ազատ առևտրի համաձայնագիրը Եվրամիության հետ, որ չեն կարողացել նկարագրել, թե հիբրիդային օրինակ վտանգները, որ երկրից են գալիս, մարդիկ խոսքի մակարդակում չեն կարողանում որոշ ձևակերպումներ ասել, ինչ ինձ թույլ է տալի կասկածելու, որ իրենք անկեղծ չեն այս հանձնաժողովը ընտրելու պարագայում, հարցում եւ ընտրել են, ել եմ ասում, վերահսկելու, որպեսզի իրենց թույլատրված շեմը ուրեմն քաղաքացիական պայմանագիրը չհաղթահարի։ Ղազարյան վարչապետն է ասել, որ պաշտոնական հայտը Եվրամիությանը ներկայացվելիս կախված կլինի նրանից, թե Եվրոպան ինչքանով է ուզում, այսպես ասած, որ Հայաստանը մոտ լինի, հա։ Արդյոք որոշակի ազդակներ ստացել եք Բրյուսելից, Եվրամիության երկրներից, որ այդ հնարավորությունը արդեն Հայաստանին կընձեռ։ Այս ձևակերպումը վարչապետը առաջին անգամ չի արել։ Հիշում եք, որ Ստրասբուրգում նաև Եվրոպարլամենտում իր ելույթում նշել է եւ սա իրական գործընթացի իրական նկարագիրն է։ Մենք կարող ենք Եվրոմիությանը մոտ լինել այնքան, որքան Եվրոմիությունը մեզ դա թույլ կտա, որովհետեւ սա իսկապես երկկողմ գործընթաց է։ Ազդակներ արդյոք ստացել ենք Եվրոմիությունից, թե չէ։ Եվրոմիությունը գործընկեր է վստահելի, ով արձագանքել է Հայաստանի համար ամենաբարդ փուլերում երկու կարևորագույն մարտահրավերներին։ Առաջինը սահմանային լարվածության ընթացքում մեզ ուղղել է դիտորդական առաքելություն, որը թույլ տվեք ասել, որ իր լիազորությունների սահմանում արել է առավելագույնը, նա ապահովել է միջավայր խաղաղ գործընթացը ապահովելու, այսինքն բանակցությունների համար խաղաղ միջավայր է ապահովել, սա մեկ։ Եվ երկրորդը դուք գիտեք, ընտրությունների ընթացքում միայն մենք չէ, որ խոսում էին հիբրիդային գրողների, հիբրիդային պատերազմի փորձերի մասին, եւ թույլ տվեք ասել, որ Եվրամիությունը այն վստահելի գործընկերն էր, որը շատ սեղմ ժամկետներում Հայաստան ուղարկեց երկրորդ առաքելությունը, որը մեզ օգնեց հաղթահարելու կամ մասամբ հաղթահարելու այս մարտահրավերը։ Եվրոմիությունից մենք նաև ազդակ ստացանք ATM-ի վերաբերյալ, դուք գիտեք, որ շատ փորձագետներ բավականին կասկածով էին վերաբերվում այս գործընթացին, ATM-ը ասել մեր քաղաքացիներին, որպեսզի պարզ դառնա, սա առանց մաքսային հավելյալ վճարումների մեր ապրանքների մուտքը եվրոպական շուկա ապահովելու մասին է, եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան գալով խոսեց ATM-ի մասին, սա կրկին շատ կարևոր գործիք է, որ թույլ տվեք ասել, որ շատ քիչ երկրներ կան, որ այլ մաքսային ռեժիմում գտնվելով կարողանում են դրանից օգտվել։ Եվրոմիությունը շատ հստակ արձագանքում է այն դժվարություններին, որոնց առաջ Հայաստանը
այս պահին կանգնած է եւ ես վստահ եմ, որ համագործակցությունը այսքանով չի սահմանափակվելու եւ Եվրոմիությունը հստակ նկատում է մարտահրավերները, հստակ արձագանքում եւ մեր գործընկերությունը բնականաբար խորհրդարանական համագործակցությամբ չի սահմանափակվում, թե վարչապետը, թե արտգործնախարարը, թե ներքին գործերի նախարարը, արդարադատության նախարարը ինտենսիվ աշխատում են Եվրոմիության համապատասխան գործընկերների հետ։ Նաև միջազգային փորձագետներն են նկատում, որ Հայաստանի տնտեսությունը խիստ կապված է ԵՏՄ, այսպես ասած, երկրների մասնավորապես այսպես հիմնական խաղացող Ռուսաստանի տնտեսության հետ, արդյոք հաշվարկել եք այն խնդիրները, այն վնասները, հա, այսպես ձևակերպեմ, որը կարող է, այսպես ասած, հայտ ներկայացնելու պարագայում Հայաստանը կրել, մասնավորապես հիշում ենք վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հանդիպումը, որտեղ այսպես գազի գնի վերաբերյալ շատ թափանցիկ ակնարկ արվեց։ Հայաստանի Հանրապետության համապատասխան անվտանգային նաև մարմինները ուսումնասիրում են բոլոր հնարավոր վնասները, բայց մենք կարծում ենք, որ մենք չենք սպառել Ռուսաստանի հետ դիվանագիտական ուղով խնդիրները հաղթահարելու ճանապարհները։ Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է, խոսակցությունը բարդ է, բայց անկեղծ, եւ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հիմնական հարցերը պետք է հանգուցալուծվեն։ Այո, ճիշտ եք նշում, որ փորձագետներն նշում են, որ մեր առևտուրը Ռուսաստանի ԵԱՏՄ-ի հետ աճել է, բայց սա պայմանավորված է, թույլ տվեք ասել նրանով նաև, որ մենք մի մաքսային միության տարածքում ենք գտնվում։ Եվ եթե մենք խոսում ենք, եւ եթե ընդդիմությունը անկեղծորեն խոսում է դիվերսիֆիկացիան կարևորության մասին, արդյոք նրանք քննարկում են եւ պատրաստ են քննարկում նախաձեռնել Հայաստանի այլ մաքսային միությունում լինելու վերաբերյալ։ Եվ եթե նրանք որոշել են այս հանձնաժողովը նախագահել, արդյոք իրենք պատրաստ են իսկապես քննարկման դնել ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ուրեմն համապատասխանաբար DCFTA-ի բանակցելու վերաբերյալ, որովհետեւ այո Ռուսաստանից էլ են նշում, փորձագետներն էլ են նշում, ասեմ ավելի մենք էլ ենք նշում, որ որևէ պետություն միաժամանակ չի կարող լինել երկու մաքսային միություններում եւ ըստ էության դիվերսիֆիկացման օրակարգ այսպես առաջ տանող քաղաքական ուժը պետք է նաեւ այս մասին պատրաստ լինի առնվազն խոսելու։ Դուք Եվրամիության ձգտող քաղաքական ուժ եք եւ արդյոք այդ ուժի մասին է խոսում կամ նպատակներն ազնիվ են, երբ որ այդ ուժը օրինակ ընդդիմության կարծիքով քաղաքական հետապնդումներ է անում, այդ ուժի ղեկավարի բառապաշարը ընդդիմախոսներին հանդեպ շատ կոշտ է մեղմ ասած ձևակերպված եւ այն ինչ մենք օրինակ երեք նույն ամբիոնից լսեցինք, ամենևին Եվրամիություն գնացող քաղաքական ուժի ղեկավարի խոսույթ չէ։ Սա չի մտահոգում օրինակ եվրոպացիներին եւ արդյոք Եվրոպան այդպես հանդուրժող է ամեն հարցում Հայաստանի իշխանության հանդեպ։ Ես ուզում եմ եւ առաջարկում եմ ձեզ դիտել խորհրդարանական քննարկումներ տարբեր ԵՄ անդամ պետություններում եւ նկատել որքան սուր կարող են դրանք լինել։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք քաղաքակիրթ, բայց սուր քննադատության, սուր բանավեճի մթնոլորտում եւ որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ մենք չպետք է խուսափենք իցուց դնելու այն, որ մենք ընդդիմության հետ ունենք լրջագույն հակասություններ եւ այդ հակասությունները ակնհայտորեն նաեւ բառամթերքի ընդրությամբ կարող են արտացոլվել։ Եվրամիությունը ինչպես կարձագանքի, երբ երկրի գլխավոր ղեկավարը ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում է մարդկանց ունեզրկելու մասին եւ դրա հաջորդ օրը գործողություններ են տեղի ունենում։ Ես վստահ եմ, որ Եվրամիության անդամ պետություններում հստակ գիտակցում են, որ այս ծավալի գործերը մեկ օրում չեն կարող քննվել եւ հանրությանը ներկայացվել։ Ցանկացած գիտակից մարդ երեք տեղեկանալով համապատասխան իրավապահ մարմիններից այս գործի ծավալները չի կարող ենթադրել, որ սրանք մեկ գիշերում արված բացահայտումներն, ասեմ ավելին։ Ցանկացած ժամկետի մեջ չէ, Տիգրան Ղազարյան, խնդիրն է, որ երկրի ղեկավարը չի կարող հրահանգել քաղաքական ամբիոնից այն բանի բերումով, որ այս գործերը վաղուց քննվել են, կա հանրային լայն պահանջ, որպեսզի Հայաստանը ունեզրկած բոլոր քաղաքական գործիչները հայտնվեն բանտում։ Եվ ես, որպես Քարոզարշավը ամբողջությամբ վարչապետի հետ անցած մարդ, ասում եմ, որ այս հանրային պահանջը կա եւ մեր իրավապահ համակարգը չի կարող իզոլացված լինել, ինքը պետք է բացատրի նախ եւ առաջ, ինչպես 8 տարի չէր բացահայտվում այս ամենը, այսինքն Ժորժ ջան, Toyota, չգիտեմ, Play City, չգիտեմ, այդ Orange Fitness, պարզ է, չէ՞ որ այս գործերը առնվազն հանրության լայն զանգվածին հայտնի գործեր են։ Սրանց մասին մենք զրուցարաններում, բակերում բոլորս գիտենք, խոսել ենք։ Հայաստանը փոքր երկիր է եւ անհնար է ինձ հիմա ինչ-որ մեկ ապացուցի, որ երեք հանրայինով լուրերը լսելով ինչ-որ տատիկ, պապիկ կամ երիտասարդ անձ զարմացել է։
Չէ, մի բանի վրա են զարմանում, ինչպես կարող են այս գործերը քննվել 8 տարի։ Եվ իրավապահ համակարգը գալու է խորհրդարան ու այս հարցերին պետքա պատասխանի։ Ուղղակի տեսեք, այստեղ հակասություն է առաջանում, երբ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից ելույթ է ունենում եւ ասում իրավապահ համակարգում կան մարդիկ, ովքեր սպասում են, որ հեսա մերոնք կգան իշխանության, հեսա կփոխվի, եւ հիմա դուք նույն բանն եք ասում, իրավապահները պետք է անմասն չմնան, այսինքն երկրի ղեկավարը հրահանգը տալիս է, իրավապահներն էլ կատարում են։ Հիմա ինչ տարբերություն ձեր եւ նախկինների միջեւ։ Եթե նախկինների մեջ էլ կան մարդիկ, դատավորներ հիմա ովքեր սպասում են նախկինների կամ չգիտեմ, այս գումարման ընդդիմությամբ իշխանության գալու, Ժորժ ջան, դուք շարունակում եք անել ընդդիմության հիմնական թեզի պնդումը, առ այն, որ հարց եք տալի, որը ներառում է մի պնդում, որ հեղափոխությունը պարզապես տեխնոլոգիա է։ Հեղափոխությունը տեղի է ունեցել, որովհետև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իմացել են անարդարության մասին, իրենց մարմնով զգացել են։ Ժորժ ջան, մեր ընտանիքներում չկա մի մարդ, որ ծառայած չլինի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակում եւ տեսած չլինի։ Մեր հանրությունում չկան մարդիկ, որոնք պետական համալսարանով սովորած չլինեն եւ այդ խնդիրներին ականատես եղած չլինեն, ում բիզնեսում փորձել են հայտնի դեմքեր փայ մտնել։ Եվ ես թույլ տվեք շարունակել եւ մեր հանրությունը այս ամեն ինչի միջով անցնելով 2018 թվականին հանրային լայն պահանջ է ձևավորել արդարության վերականգնման եւ մեր հանրությունը շարունակում է պահանջել եւ ես որպես հանրության անբաժանելի մասնիկ շարունակում եմ պահանջել եւ սպասել արդարության եւ արդարացիության վերականգնման դա հասնելու համար նաեւ կարեւոր է որ մենք սահմանադրական փոփոխություններով կարողանանք իրավապահ համակարգին հատկապես դատարաններից դուրս թողնենք այն մարդկանց, ովքեր չեն սպասարկում քաղաքացիների կողմից ձևավորված օրակարգը։ Տիկին Ղազյան, դուք ինչպես կբնութագրեք վարչապետի հայտարարությունը կոնկրետ անձանց անուններ տալ, որոնք ձեր ընդդիմախոսներն են եղել ընտրությունների ընթացքում նրանց անունները տալ, ազգային ժողովի ամբիոնից անունները տալ, հետո իրավապահները կոնկրետ մարդկանց եւ կոնկրետ նրանց ունեցվածքի անուններ, հետո այդ ունեցվածքը եւ այդ մարդիկ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, դրանցով հետաքրքրվում են իրավապահները, եթե ոչ հրահանգ, սրա անունը օրինակ մենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի, Կտրիչ Ներսիսյանի եւ բոլոր այդ մարդկանց անունները տալիս ենք շատ վաղուց եւ այդ դեպքում ինչու է սա անցալվում հրահանգ այս պահին եւ հրահանգ չի անցալվել եւ որ օրինակ 3 կամ 4 տարի առաջ մենք խոսենք Ժորժ ջան Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին մենք խոսում ենք մինչեւ 18 թվական եւ խոսում ենք 18 թվականից հետո այդ ոնց եղավ Այդ ոնց եղավ որ այդ պահին դա հրահանգ չէ Ժորժ ջան այս գործերը քննվել են շատ վաղուց դրանց ծավալից պարզ է դառնում Եվ Ռոբերտ Քոչարյանը ունի հսկական ունեցված ապոնի ծագում ունեցող գույք ըստ դատախազության, որը այս պահին դեռ պետք է ապացուցի։ Հիմա ես հարց ունեմ։ Եթե դուք հարգում եք մեր քաղաքացիներին, համարում եք, որ են գիտակից մարդիկ են, դուք կարծում եք, որ մեր հանրությունում ինչ որ մեկը զարմացել է երեք, օրինակ Toyota Play City Orange Fitness-ի բացահայտումներ, հա կարող չի մտածել, որ այսքան ապաշնոր ձևով են արել։ Խոսքը զարմանքը չի, խոսքը նրա մասին է, Ժորժ ջան, մենք այս մարդկանց մասին խոսել ենք տարիներ շարունակ։ Նրանք առանձին են եւ դրա վառապացույցն է, որ մենք տարիներ շարունակ խոսել ենք այս խնդիրների մասին եւ իրավապահ համակարգը չպետք է առաջնորդվի ընտրական ցիկլերով եւ ինքը չպետք է առաջնորդվի քաղաքական հայտարարություններով, այո։ Այսինքն տեղի ունեցավ վարչապետի հայտարարության եւ իրավապահ մարմինների գործողությունների համընկնում ժամանակագրական առումով։ Ժորժ ջան, մենք այս մասին անընդհատ խոսել ենք, մենք Քարոզարշավի մեր ավարտական հանրահավաքը հանրապետության հրապարակում սրա մասին ենք խոսել։ Եվ սրանք շատ մեծ ծավալի գործեր են, ես չեմ հավատում, որ դուք կարծում եք, որ դրանք մի գիշերվա բացահայտումներ են։ Դրա մասն է խոսքը, որ նախընտրական Ժորժ շրջանում է դա։ Մենք խոսել ենք լավ 19 թվականին, 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին, եւ գիտեք, շատ հետաքրքիր է, որ դուք առաջ եք բերում այս մեղադրանքից, մեր քաղաքացիները մեզ ուրիշ մեղադրանք են առաջ բերում։ Ասում են 7-8 տարի իշխանության եք, եւ ես համբերատար բացատրում եմ, ասում այո, որովհետեւ ընդունել ենք ապոնի ծագում ունեցող գույքի մասին օրենք, ներդրել ենք համակարգ, ներդրել ենք դատախազի առանձին ինստիտուտ, ուրեմն այս դալիճում ընտրել ենք դատավորներ հակակոռուպցիոն դատարանի։ Մենք Եվրոմիության մեր գործընկերներից հարցրել ենք ու ճանապարհը, եւ այդ ճանապարհը բարդ է եւ երկարատև։ Եվ եթե կհիշեք, վարչապետը մի անգամ դեռ 19 թվականին այս մասին խոսելով մի օրինակ էր բերել ու տեստի հետ համեմատելով խորովածի։ Ասում էր արագ կրակի վրա դնենք, ներսը հում է մնալու։ 7-8 տարի մենք դրել ենք բոլոր ինստիտուտները, բոլոր հնարավոր ինստիտուտները, որպեսզի այսօր դատարանները առանց որևէ հրահանգի գործեն
Բայց ես ուզում եմ վստահ լինել, մենք դատավորներին չենք զանգում։ Արդյոք կա ուրիշ մեկը, որ դատավորներին զանգում է։ Օրինակ Լիպարի Դրմեյանի ունեցվածքը ուսումնասիրելու մասին Ես չեմ դուք ճանաչում տարիներ Նիկոլը։ շարունակ խոսել եք եւ դրանից հետո Ես չգիտեմ Լիպարի Դրմեյանի կներեք։ Զերյան շարունակելով Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի երկընտրանքի թեման, խնդրում եմ ասեք, արդյոք ԵՄ-ից ցուցաբերում են մեր նկատմամբ նույն շտապողականությունը կողմնորոշվեք ԵԱՏՄ թե ԵՄ, ինչ որ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից եւ ԵԱՏՄ-ից է ցուցաբերում, սա առաջին հարց եւ երկրորդը, քանի որ խոսվեց Եվրամիության անդամակցության տեխնացիան գործընթաց սկսելու մասին, արդյոք պետք է մոտ ժամանակները սպասել հիբրիդային հերթական արշավին այս գործընթացը տորպեդահարելու ուղղությամբ եւ մասնավորապես տարածաշրջանի որ երկրներից պետք է սպասել նման հարձակում։ Հիբրիդային արշավները Հայաստանի նկատմամբ թույլ տվեք ասել, որ չեն դադարել եւ չեն դադարելու, քանի խորհրդարանում ներկայացված երկու քաղաքական ուժերը բառացիորեն կրկնում են ընդդիմության Ռուսաստանի Դաշնությունից եկող թեզերը։ Մենք ականատես ենք եղել, եւ որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումները մեկ-մեկին կրկնել են Հայաստան Դաշնքի անդամները։ Ցավոք սրտի ականատես եղանք, որ Մարիաննա Ղահրամանյանը նույնպես կրկնում է Ռուսաստանից եկող հստակ դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, եւ ես կարծում եմ, որ ժամանակ իհարկե ցույց կտա, լիահույս եմ, որ ուժեղ Հայաստանը կորդեգրի այլ ձեռագիր, բայց այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ նրանք մեկին մեկ կրկնում են այս ուրեմն մարտավարությունը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ից, մենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ շատ անկեղծ ենք, մենք ԵՄ-ի մեր ԵՄ գործընկերները շատ անկեղծորեն գնահատում են այն ճանապարհը, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը անցնի, եւ որևէ շտապողականություն այս մասով ես չեմ նկատում։ Տիկին Ղահրամանյանի անունը արծարծեցիք, Տիկին Ղազարյան, թույլ տվեք մի հարցել, վստահ եմ տեսել եք տեսագրությունը, որը ես երեք օթյակից հրապարակել էի, որպես փորձառու падգամավոր եւ որպես անաչառ դիտորդ, խնդրում եմ Տիկին Ղազարյան, լուսավորեք ինձ եւ ամենքին, Տիկին Մարիաննա Ղահրամանյանը ինչ գործողություններ իրականացնում, որը ֆիքսել էր իմ տեսախցիկը, երբ որ կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության։ Ակնհայտ է, որ Տիկին Ղահրամանյանը փորձել է քվեարկել իր գործընկերոջ փոխարեն, թվում է թե չի հասցնում գրանցվել, բայց այն որ փորձը տեղի ունեցել, ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին մտնել եւ իրանք գնահատեն ինչ է տեղի ունեցել։ Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդանում որևէ մեկի փոխարեն քվեարկել չի կարելի, եւ եթե չեմ սխալվում, իրավապահ համակարգը թող ինձ արձագանքի, սա նաեւ օրենքի մակարդակով արգելված արարք է մեկի մյուսի փոխարեն, բայց ակամայից ես հիշեցի այն տեսանյութերը, որ ես տեսնում էի նախկինում հանրապետականի ժամանակ եւ մեկը մյուսի փոխարեն քվեարկում էին, եւ որ մենք ասում ենք, որ իրենք ոչ միայն հայր-որդի ժառանգականությամբ հանրապետական են, այլ նաեւ բովանդակությամբ ապացուցվեց, որ նաեւ վարքով։ Իսկ ԱԺ կանոնակարգի խախտում չէր հանձնաժողովների նախագահների ընտրությունը կանգնեցնելը եւ կառավարության անդիմությունը հակառակը չի պնդում, որովհետեւ եկել եւ մասնակցել է գործընթացին։ Ուրեմն անսկզբունքային են, որ նկատել են սահմանադրականության խախտում եւ եկել ու մասնակցել են քննարկման։ Ուզում եմ ասել, որ կառավարության ծրագիրը այն միակ հարցն է, որի համար օրակարգը կարող է ընդհատվել եւ քննարկվել։ Իսկ եթե իրենք եկել եւ քննարկել են, թույլ տվեք ասել, որ իրենց պատկերացմամբ օրենքի կամ սահմանադրության խախտման հանցակից են դարձել իրենց մասնակցությամբ, քվեարկությամբ նաեւ։ Շնորհակալություն։ Հայաստանում բացի այդ ճկնակից, որի հետևից ուրիշ մեծահարուստներ չկան օլիգարխներ։ Դե գիտեք, հիմա դուք համ մեղադրում եք, որ մենք քաղաքական հայտարարություններ ենք անում եւ մյուս կողմից ասում եք, դե մի հատ նշեք իրավապահ համակարգը ում հետևից գնա։ Իրավապահ համակարգը պետք է իր առաքելությունը կատարի բարձր մակարդակով, ուսումնասիրի եւ գնա բոլորի հետևից։ Եթե ձեր ակնարկը այնա, որ մենք ունենք սիրելի եւ չսիրելի օլիգարխներ, ոչ, նման բան չկա։ Եվ ես կարճ չէ, որտեվ ակնարկը անընդհատ այդ ուղղությամբ հատանում Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են։ Ես արձագանքում եմ ձեր շնորհիվ նաև խորհրդարանական ընդդիմությանը եւ եթե ակնարկն այդպեսին է, իրավապահ համակարգը պետք է գնա բոլորի անխդիր բոլորի հետևից, ինչպես վարչապետը իր ելույթում նշեց, այն մարդիկ, ովքեր կգողանան Հայաստանի Հանրապետությունից, կխախտեն օրենքը, պետք է խստագույնս պատժեն։ Առանց բացառության մեր բարեկամների, մեր ընկերների, մեր ծանոթների եւ նույնը վերաբերում է իհարկե վարչապետի բարեկամներ ընկերների։ Իհարկե գիտեմ, բայց ես գիտեմ նաև որ լրագրողը դրամադրում է падգամավորին հարթակ հասարակության հետ խոսելու համար։ Ես շնորհակալ եմ ձեր հարցի համար եւ հնարավորության համար արձագանքելու հանրությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ։